Այսօր Մայրաքաղաքում Ջերմուկ ազգային պարկի ստեղծման նպատակով բնապահպանության նախարարությունը եւ Լիզեն Արմենիա ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Պաշտոնական արարողության մեկնարկին նախբացման խոսքով հանդես եկավ Լիզեն Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ով համառոտ ներկայացրեց ծրագրի շրջանակում առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսված ներդրումների ծավալներն ու գործունեության ուղղությունները։ Լիզեն Արմենիան ներդնելու է ավելի քան $5 միլիոն այս ծրագրում ներգրավել է տեղական եւ միջազգային փորձագետների, մասնագետների, համաշխարհային հռչակ ունեցող մասնագիտական խմբերին։ Նպատակն է մեր ընկերության համագործակցելով բնապահպանության նախարարության հետ ստեղծել էկոտուրիզմի, էկոգյուղատնտեսության եւ կենսաբազմազանության պահպանության օրինակելի ծրագիր։ Միջազգային առաջադեմ փորձը փաստում է, որ հնարավոր է իրականացնել բնական ռեսուրսների արդյունահանում ժամանակակից լավագույն կառավարման միջոցների արդյունավետ կիրառմամբ։ Պետական ատյանների կողմից բարձր է գնահատվել Ջերմուկ ազգային պարկի ստեղծման հարցում Լիզեն Արմենիա ընկերության պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը, ինչը խոստանում է բնապահպանական պահանջների պատշաճ կատարում եւ ապագայում արդյունավետ համագործակցություն ի նպաստ հայրենի բնության եւ կենսաբազմազանության պահպանման։ Դա իր խոսքում վերահաստատեց նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ով խոսեց ծրագրի կարևորության եւ համագործակցության մասին։ Մենք աշխատելու ենք բաց, հրապարակային, մենք աշխատելու ենք այն սկզբունքով, որ այս ծրագիրը պետք է առավելագույն արդյունքը տա, չափելի լինեն այդ արդյունքները, եւ որ ամենակարևոր հարցերից մեկը այն է, որ միջազգային նաև դոնոր հանրությունը, ով Հայաստանում մասնակցում է բնապահպանական բազմաթիվ հարցերի լուծմանը, իր ակտիվ մասնակցությունն է ունենում, նաև այս ծրագրի միջոցով տեսնի, որ հնարավոր է 1 միավոր դոլարի ծախսը առավելագույն արդյունքներ ապահովել։ Լիզեն Արմենիա ընկերության աշխատակազմը խիստ նախանձախնդիր է Ամուլսարի ծրագիրը սոցիալական եւ բնապահպանական միջազգային լավագույն փորձին համապատասխան իրականացնելու հարցում։ Ծրագրի իրագործման մեխանիզմները ներկայացրեց բրիտանական խորհրդատվական ընկերության փորձագետ, Ջերմուկ ազգային պարկի ծրագրի համակարգող Ռամազ Գոխելաշվիլին, ով այնուհետ պատասխանեց նաև ներկա լրագրողների եւ բնապահպանների հարցերին։ Համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների եւ հայաստանցի լավագույն գիտնականների համատեղ ջանքերով Ջերմուկ ազգային պարկը կարող է դառնալ կենսաբազմազանության պահպանության օրինակելի ծրագիր ոչ միայն տարածաշրջանում, այլև հանքարդյունաբերության միջազգային պրակտիկայում։ Տասնյակ միլիոնների ծածկույթ ունենք կապված Ամուլսարի ծրագրի հետ կապված, բոլոր ռիսկերը հաշվի ենք առել, ապահովագրված են բոլոր ռիսկերը, ուզում ենք ապացուցենք, որ սա միայն խոսքեր չեն, այն մենք հետևողական ենք լինելու այդ խոստմանը։ Երկրորդը, իհարկե, սա աշխարհում առաջի օրինակն է, որ նման նախարարություն, հանքարդյունաբերող ընկերություն իրականացնում են միասին եւ ես կարծում եմ, որ սա հաջող օրինակ է լինելու։